Բարի օր ժողովուրդ ջան, բոլորիդ ողջունում եմ, կներեք ես տեսքիս համար շատ հոգնած եմ, իրականում, որտև երևի արդեն կլին մոտ 5 օր, թե քանի օր, երևի դուք էլ եք նկատել, որ այդքան էլ ակտիվ չեմ, քանի որ սարսափելի իմ զբաղվածությանը գումարած, սարսափելի ուրիշ զբաղվածություն արհեստական առաջացել է, ու խոսքը վերաբերում է նրան, որ կարիք էր առաջացել դեռ մանկուց փրկած շատ շունիկների սարսափելի վիճակում իրանց երբ որ ես փրկել էի տեր եմ կանգնել տարիներով մենք իրանց պահել ենք դե իրանց թիվը գիտեք բոլորդ շատ է իմ տանն էլ ու Ճարովիկացյանում ու կարիք էր առաջացել որ մենք մեծ տեղափոխություն անեինք ու 17 շունիկներին հիմա այս պահին մի հատ մեծ տարածք ենք վերցրել վարձակալությամբ ու իրանց բոլորին ընդեղ ենք պահում այս շունիկը սատանիկն է իրանցից մեկն է փրկվածներից հիմա ինքը լավ վիճակում է բայց երբ որ ես իրանց այդ ժամանակ փրկել եմ ասել իր ապերիկն է իրանք շատ վատ վիճակում էին ու տրասի վրա էին թողեք խոսամ եկան խանգարեցին մի հատ անկյուն եմ թե որ կարենամ խոսամ էլի չեմ կարա մի հատ կարճ ասեմ մեր նպատակը ինչն է ժողովուրդ ջան իրանց փրկելու հələ մի րոպե սատանիկենյան իմ նպատակն է կոնկրետ գիտեք ես վերջերս բժիշկին որ ուղարկեցի իմ ջալոց իրանց մաման էր որ հիմա Գերմանիայում է լավ ապրում է այդ ворթեգրման հարցում ինձ մի լավ աղջիկ ա օգնել ու ես շատ շնորհակալ եմ իրան որ այդ լավ ընտանիքը գտավ ու վստահ եմ իրանց համար էլ մենք կարանք այդ լավ ընտանիքները գտնենք կոնկրետ այդ աղջիկը շատ լավ է էլի տեղավորում հիմա մեր նպատակն է փրկության այս շունիկների որ իրանք ի վերջո ոչ թե ամբողջ կյանք իրանք ապրեն կացաներում այլ որ իրանք ի վերջո փրկվեն ու ունենան ընտանիքներ ամեն մեկը ապրի իր ընտանիքում հա 1-2 շունիկների հետ որտեղ կունենան տաքուկ անկողիններ սիրված ընտանիքներ ու տարիներով այս բեռը մենք տանում ենք ոնց որ մեր ուսերի վրա ու մի աղջիկ որ ինձ օգնում է ինքն էլ ասենք այդ շունիկների կացանի գումարից բավական գումար տրամադրում էր հա ու հիմա սենց մի խելոք սապանիկ Հիմա մենք տեղափոխել ենք իրանց վարձով տարածք, որը բավական թանկարժի, բայց այդքան շունիկներին պահել մեկ այլ տեղ այլևս անհնար է։ Խելոք մենք այստեղ ես հիմա միանգամից արագ անցնեմ բուն թեմային, կարիքներ ունենք։ Ես այս քանի օր ահավոր հոգնած էի, որտեղ տեղափոխությունների մեջ էինք։ Ես քանի օր անդադ ես իմ շունիկներին տեր եմ կանգնում, հետո հետևից վազում եմ այս շունիկների մոտ Թեև փորձում ենք աշխատողներ գտնենք, ասենք գալիս ենք, որ շունիկի հետ պիտի ման գա, որ հանկարծ իրար չուտեն եւ այլ, բայց միևնույն է դժվար է ու ես ամեն դեպքում ողջույն, վերքուներ, այնտեղ ցաված, լավ, всё։ Ու հիմա մեր կարիքներն ինչ է։ Այս տարածքը, որ մենք վարձակալությամբ վերցրել ենք, արժի 350,000 դրամ։ Մեզ պետք է այդ հարցում խնդրում եմ շատ մեծ կարևոր օգնություն է։ Մեզ պետք է մինչև 100,000 դրամ Արժողություն բանի աշխատող գոնե մեկ մեզ պետք է մի րոպե մեզ պետք է աշխատողի գումար իմիջիալոց մենք աշխատող ենք փնտրում շունիկներին պահելու համար ռուս աշխատողներ ենք նայում եթե կլինի շատ լավ կլինի մինչև գոնե 150,000 դրամ մի քանի ժամ կան շունիկներին տեր կանգնեն ու ոնց որ իրանց կերակրեն, տակի կակաշիկ, ճիշիկները մաքրեն, կերակրեն, իրանք խաղան մի քիչ ու դուրս գան։ Գնա հələ փրչոտիկ։ Մեզ պետք է նաև կերով օգնել, խնդրում եմ ձեզ, որտեղ այսքան շունիկներին կերակրելու համար, արի ես կամ փրչոտիկ։ Մոտավորապես ամիսը մի 150-200,000 դրամ կեր է պետք դրամի։ Մեզ պետք է ես արդեն առել եմ իհարկե 52,000-ի արդեն կեր առել եմ շուտով կվերջանա առել եմ բրավեկտոներ, ինսպեկտորներ, այս շունիկների համար 40,000 հեսա բոլոր կտրոնները հերթով կդնեմ իջեի վերջում ես շունիկների համար, որտեղ իրանք բոլորը ունեին կարիքներ, բայց մի մասին եմ տվել, բոլորին չեմ կարողացել առել եմ ռոլֆ մնացածի համար Ճիճվաթափումը դեռ առջևում է, որ պետք է բոլորին արվի եւ բոլորի շուտով կգա արդեն պատվաստման ժամանակները։ Այս ամեն ինչը մեծ ծախսերի մասին է խոսում, իսկ բոլորդ գիտեք, որ բացի այսքան շունիկները
Մենք ունենք նաև ես կոնկրետ ունեմ 32 շուն, որ տանն եմ պահում, իրանց մասին հոգ եմ տանում ֆիզիկապես, օգնում եմ, ֆինանսապես սպառվում եմ, որտեղ այդքան շուն պահելը հեշտ չի։ Նաև կան դրսում շներ, որոնց մասին հոգ եմ տանում, բայց ես մի շաբաթ է, ես իրանց ոչ կարեցել եմ գնամ կերակրեմ, ոչ մի բան, որտեղ ես ինքս դաժե ժամանակ չեմ ունեցել, որ մի կտոր հաց ուտեմ, որտեղ առավոտից գիշեր շատ ուշ եկել եմ ու այս վերջերս էլ գումարվեց այս ամեն ինչին այդ խասքին, դարձավ այստեղ 18 շուն։ Հիմա ես խնդրում եմ, կարիք կա, որ օգնեք ֆինանսապես, աջակցեք, որտեղ մենք ես ու այդ աղջիկն ենք մենակովանում, չենք կարա, ես այս ընթացքում արդեն 300,000-ը անցել է, այս մի շաբաթվա մեջ որ ծախսել եմ, չեմ խոսում մինչև այդ շունիկին, տուզիկին, որ տայել եմ բժշկի, 100 քանի հազար իրա վրա ու 20 քանի հազար ես հələ պարտք եմ իր անալիզների համար։ Այս խասկի համար էլ չեմ ասում, որ մոտ 40,000 եւ ավել լինելու է իր քիմիայի գումարը, ակցիները բացարձակել չեմ ասում, այս ընթացքում ես հեռու տեղից մինչև գալիս եմ այստեղ եմ հասնում այս ամեն ինչը արվում է այն որ էլ արդեն վիճակ չկա դրանց հաշվին։ Ես ուղղակի խնդրում եմ ինձ օգնեք, աջակցեք, այս իրավիճակում մենակ չթողնեք, տարիներ ես ու այդ աղջիկը ցել ենք խելոք հələ սուս մեր ուսերի այս ամեն ինչը բայց հիմա խնդրում եմ տարածեք այս վիդեոն, որ շատ մարդիկ որովհետև այս ամեն ինչը ուղղակի անհնար է այդ ուղղով կազմակերպել ու ես կգցեմ կտրոններ, թե մենք ատոմներ ենք ծախսել միևնույն, այստեղ եւ տեղափոխման վրա բեռնափոխադրման տաքսիների, սռոյֆերի, բրավեկտոների, կերերի, տարածքի գումարի եւ այլնի, բայց այս ամեն ինչը շարունակական է ու կարիք է լինելու այս ամեն ինչը այնքան ժամանակ, մինչև որ ես իմ փոխել սարքեմ, որ բոլոր ես այնտեղ տեղափոխեմ։ Հետո արդեն ես կլինեմ ես ինքս, մենակ կլինի կերի խնդիր ու կլինի գուցե մի հոգի աշխատող, բայց կլինի նաև այնտեղ բժշկական հարցեր, բայց հենց որ տաքսիներ, չնայած տաքսիները էլի կլինեն, բայց որ գնաս, հեռու ժամանակ դնես, որը էլ արդեն չի, այդպես չի լինելու։ Դրա համար հիմա ես խնդրում եմ ձեզ բոլորիդ, ես չգիտեմ կարեցամ մտքերս ամբողջությամբ արտահայտեմ թե չէ, որտեղ ես այսքանի գիշեր չունեմ ու հանգիստ չի իմ միտքը, որ չգիտեմ որը ոնց հասցնեմ ու այս ամենին զուգահեռ կան դեռևս երկու շունիկ, որոնք ուրիշտեղ ապրում են վճարով ու իրանց էլ կարիք լինի, որ բերենք այստեղ կամ չգիտեմ այս ամեն ինչը բոլորը ծախսել են։ Ես խնդրում եմ ամեն լուման նշանակություն ունի, դաժե եթե չեք կարող օգնեք ֆինանսապես, ուղղակի խնդրում եմ տարածեք այս վիդեոն, այնտեղ սենց Facebook-ում սենց սլաք կա, որ նշում ես, Instagram-ում սենց իրար մեջ սլաք կա, մի հատ լայքի հետ, մի հատ էլ այդ սլաքը նշեք, որպեսզի ոչ մի ուրիշ խնդիր չլինի, լավ, այսքան որ ուզում եի ասեի ձեզ, շատ շնորհակալ եմ, այն ինչ որ օգնում եք, աջակցում եք, որտեղ դուք էլ եք տեսնում, որ այս ամեն ինչը մենակով հնարավոր չի կազմակերպել, ու մակրո միջոցների մասին էլ չասեմ, թե ինչքանի եմ արդեն առևտուր արել ու այս այն ամեն անհրաժեշտ բաներն է, որ միշտ պետք է գալիս։ Խնդրում եմ տարածեք այս վիդեոն, որ մարդիկ օգնեն, որովհետև եթե մարդը մի շուն ապահում ու գիտի ինչ ծանր բան է, ապա մենք պահում ենք բավական արդեն տասնյակ շներ ու բոլորը փրկված են վատ պայմաններից, բոլորը ահավոր վիճակներում են եղել, կարիք ունենք մեծ օգնության, խնդրում եմ տարածեք այս վիդեոն ու օգնեք։ Այսքան բան որ ուզում եի ասեի, լավ մնացեք, մերսի շատ։ Հետո դրանան վիդեոներ, որտեղ կտեսնեք, որ շունիկներն ինչքան շատ են, ու իրանցից ամեն մեկը լուրջ կարիքներ ունի, որոնք մենք այսօր հոգում ենք շատ մեծ դժվարությամբ։ Ես ֆիզիկապես այլևս սպառված եմ, խնդրում եմ պրոստը, որ տարածեք ու ինչ որ ձև օգնեք։ Մերսի շատ ձեզ, լավ մնացեք։ Տեսություն։